Ժամկետային զինծառայողների զորակոչն անցնում է նախատեսված գրաֆիկով, նույնիսկ առաջանցիկ տեմպով տեղեկացնում է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը։ Արձանագրվեցին կոռուպցիայի ռիսկի ամենանավազագույն դեպքերի վերջին տարիների զորակոչի համեմատ։ Երբ գեներալ լեյտենանտ Հակոբյանը կարծիք հայտնեց, որ նախազորակոչային պատրաստության ոլորտում եղած թերությունները վերացնելու համար շատ լավ օրինակ կարող է լինել զինապարտության մասին իսրայելական օրենքը, պատգամավորներն աշխուժած են, ենթադրելով, որ խոսքը Իգական սեռի զինապարտության մասին է։ Շատ շնորհակալություն այն գաղափարի համար, որը 2 տարի է ես հնչեցնում եմ, որ այո, ես համարում եմ 4 դուստրի հայր լինելով, որ աղջիկեքը նույնպես պետք է բանակում ծառայել։ Ես այդպես չասացի, որպես հայտարարմար գտնում եմ, որ դեռևս մենք մեր պարտականությունը վիճակի ենք կատարելու մեր հայրենիքի պաշտպանությունը ապահովելու համար։ Նախազորակոչային պատրաստությունը պետք է սկսել հենց դպրոցական նստարանից։ Կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը գոհ է նախնական զինվորական պատրաստությունը առարկայի դասավանդումից ու արդյունքներից։ Կրթության ոլորտի անելիքները 3 բաղադրիչներ են, հիմնականում պարունակում բովանդակային մաս, միջոցառումներ, գործունեական մաս եւ բարոյահոգեբանական դաստիարակություն։ Դա հավանական է, անհավանական է, հավատալու է, հավատալու չի, բայց ամենալավ դրվածքը հենց նախնական զինվորական պատրաստության առարկան է դպրոցում եւ դա որոշակի բացատրություն գուցե թե ունի, կարող է պատահի նրա համար, որ երեխաներին դա շատ հետաքրքիր է։ Այս հարցում նույնպես պատգամավոր Թևան Պողոսյանն ուներ սեփական նկատառումը։ Ասեմ այն, ինչ որ ես զգացել եմ։ Երեխաները այդ առարկան չի հետաքրում եւ չեն սիրում։ Թևան Պողոսյանը շեշտեց, որ զինպատրաստությունը առարկան հիմնականում վերջին դասաժամերին է, եւ սա չի նպաստում լիարժեք ուսուցմանը։ Միջին եւ ավագ դպրոցներում նախնական բուժզնության բոլոր էտապներն էլ падգամավորի համոզման պատշաճ մակարդակով չեն անցնում։ Պրոբլեմ այստեղ կա։ Հիմնական պրոբլեմը դա իհարկե մարզերում բուժ հաստատությունների թերի կահավորվածությունն է, որոշակի բժիշկների բացակայությունը, որը զինկոմիսարիատի կից բժշկական հանձնաժողովը իրականության մեջ չի կարողանում հայտնաբերել։ Առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանն էլ նշեց, որ զինկոմիսարիատում բուժզնություն անցկացնող բոլոր բժիշկները հենց պոլիկլինիկաների աշխատողներ են եւ լավ ծանոթ են նախազորակոչային տարիքի տղաների ֆիզիկական վիճակին։ Հայաստանի գլխավոր զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանը ներկայացրեց 2015-ի աուդիտների արդյունքները եւ նախազորակոչային միջոցառումներում հայտնաբերած թերությունները։ Աղվան Ասոյան, Ավետ Տավյան, ժամը լրատվական։